Ողջույն բոլորին, լուսնային ալիքը չեղավ վերականգնել մինչև սեպտեմբերի կեսերը, բայց ես մեկ այլ ալիքով կանեմ լուսնային օրացույցը շուտով, ովքեր որ գրանցված չեն կարող եք գրանցվել այդ ալիքին, հղումը կլինի մեկնաբանության բաժնում, ինքը առաջվա կյանք և ճշմարտություն ալիքն է, փոխված է վերնագիրը, կարող եք այնտեղ գրանցվել, եթե գրանցված չեք կամ եթե գրանցված եք, ապա կարող եք սեղմել զանգակ կոճակը, որովհետև վաղուց չի աշխատել այդ ալիքը և հավանական է ուղղակի չստանաք տեղեկատվություն, եթե սպասեք, թե երբ է տեսանյութը լինելու, հնարավոր է նաև, որ ուղղակի ձեզ մոտ այն չգա և օրը անցնի, դուք չկարողանաք նայել։ Մինչև սեպտեմբերի կեսերը կլինի լուսնային օրացույցը դեռևս այդ ալիքում, բայց լուսնային օրացույցի մեջ փոփոխություններ տեղի կունենան, լուսնային օրերը չեմ նշի, թե որ օրն է, միայն կնշեմ, թե որ ժամից որ ժամը ինչ կարելի անել և ինչը ոչ, և առհասարակ ինչպիսի օր է ձեզ սպասվում։ Հատուկ չեմ նշի, որովհետև չեմ կարծում, որ դա ձեզ համար ինչ-որ էական փոփոխություն է տալու, որովհետև ոչ մեկդ ոչ մագիայով եք զբաղվում, ոչ էլ։ Եվ թե որ լուսնային օրն է, ձեզ դա իրոք ոչինչ չի տալու, որ դուք դրան հետևելով ինչ-որ հետևություններ անեք։ Եթե երեխաներ էլ կծնվեն այդ օրը, ապա դա արդեն միմիայն խորհրդատվություն է, ես առայժմ խորհրդատվություններ գիտեք, երևի ընդմիշտ չեմ ընդունում խորհրդատվություններ։ Դա արդեն երբ որ ինքը կգնա ինչ-որ մեկի մոտ խորհրդատվության, ապա այդ ժամանակ թող պահանջի, թե որ լուսնային օրն է իր երեխան ծնվե, ես կասեմ ընդհանուր, թե լուսինը որ նշանում է գտնվում, բայց չեմ ասի լուսնային որերորդ օրն է։ Նման փոփոխություններով է սկսվելու լուսնային օրացույցը։ Եվ վերջին անգամ, երբ որ լինի տեսանյութը, ես անպայման կնշեմ, որ այդ ալիքում լինելու է վերջին տեսանյութը, և հաջորդ տեսանյութը արդեն կլինի լուսնային ալիքում, եթե իհարկե կարողանամ վերականգնել այն։ Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր որ իրոք բողոքել են, որովհետև բողոք կար ալիքին, դրա համար էլ այս վիճակում ենք։ Ինչքան չար մարդիկ, այնքան ամեն ինչ կվերադառնա դեպի իրենց։ Փառք Աստծո, ժամանակին բացել եմ մի քանի ալիքներ և հիմա կօգտվենք բոլորս այդ առիթից։ Այսքանը լավ եղեք։